Մենք վերադարձանք եւ դարձյալ Got Talent-ից ենք խոսելու։ Այս նախագծի ամենատաղանդավոր մարդու անունը շատ շուտով արդեն հայտնի կդառնա։ Մենք հրավիրում ենք մեր տաղավար մարդկանց, ովքեր բավականին երկար ճանապարհ են անցել նախագծում եւ արդեն պայքարում են առաջինը լինելու համար։ Մեր տաղավարում է աճպարար Գագիկ Դանիելյանը, Քամանչահար Խաչսերոփյանը, Արսեն Կիրակոսյանը, Արման Գաբրիելյանը եւ նրանք կրկեսային արտիստներ են ներկայացնում են շատ հետաքրքիր կրկեսային համարներ։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, բարելույս, որպես հավատարիմ հեռուստադիտող Got Talent-ի ես ուզում հասկանամ ինչպես Խաչը վերադարձավ նախագիծ, որովհետև հեռուստադիտողների մոտ հաստատ այդ հարցը կառաջանա, ինքը մինչև այսինքն նախորդ փուլում այնպես ստացվեց, որ դուրս մնացիք նախագծից։ Հա, ճիշտ է, դուրս մնացի, բայց հետո Շանթի հանգերությունից առաջարկ ստացա հետ վերադառնալու եւ այն ամեն ինչը որ չէր հաջողվել իմ մոտ ցուցադրելու, ցույց տալու, այդ ամեն ինչը անելու ու ինձ թվում է իմ մոտ ստացվել է։ Այսինքն դուք հիմա երկրորդ կիսաեզրափակում եք։ Այո։ Ունեք շանս դառնալու հաղթողներից մեկը։ Այդ չեմ կարող ասեմ, այդ կախված է մեր հանդիսատեսից, իսկ որ ես կիսաեզրափակում եմ, այդ հաստատ է։ Այո, այս գովազդից անոնցից արդեն հասկացանք, որ ինչ-որ sense ֆանտաստիկայի ժանրից բաներ են սպասում, բայց ֆանտաստիկայի ժանրին մենք դեռ կանդրադառնանք։ Հիմա խոսենք ձեր դեպքում ինչ համարներ եք պատրաստել, արդյոք տաղավարային այդ վիճակները թույլ տալիս է իրագործել, որովհետև հասկանում ենք, թե ինչ հսկայական աշխատանք է անում Շանթ հեռուստաընկերությունը, այն մարդիկ, ովքեր կադրում չեն երևում, այսինքն կրկեսային մի ամբողջ համար եք ներկայացնում։ Ինչ որ սահմանափակումներ ամեն դեպքում լինում են տեխնիկական առումով։ Ներկայացնում ենք էքստրեմալ համարներ, ակրոբատիկական էքստրեմալ համարներ, սահմանափակումներ լինում են բարդության համար, ռեկվիզիտները պատրաստում ենք այնպես, որ տեղավորվի հետ տաղավարի մեջ։ Ուրիշ սահմանափակումներ փորձերն ենք այնտեղ անում, որ ավելի տաղավարային լինի մեր ելույթը։ Շատ լավ, ինչ եք պատրաստել, ինչով եք զարմացնելու ինձ եւ մյուս հեռուստադիտողներին։ Քեզ առավել եւ դժվար։ Կիսաեզրափակչի փուլում պատրաստել ենք մի քանի ժանրերից բաղկացած միքսված համար, միքսել ենք մի քանի ժանրեր, կարծում եմ ստացվել է։ Գագիկ, ինչ աճպարարական համար եք դուք պատրաստել։ Եկեք ձեզ միանգամից արագ մի բանով զարմացնեմ, հետո որ անցնենք Մեր զրույցի։ մտքերը չկարդաք, խնդրում եմ, բայց զարմացրեք մեզ։ Չեմ խոստանում, բայց լավ։ Չեմ կորտացեք ամենայն դեպս։ Դե այ լավ բաներ մտածել համար։ Թումա ձերա բաղ չկարդամ ձեր մտքը։ Ինչ պետք է հիմա անենք։ Տեսեք, խաղակարտերը բացում եմ, այս խաղակարտերի մեջ միայն մի հատ յուրահատուկ խաղակարտ կա։ Ահա։ Ու դա լինելու է իր վզարար։ Բնականաբար, բացեմ մի հատ խաղակարտ տեսեք ու բարձրաձայն ասեք։ Այդ յուրօրինակը հիմա պետք է տեսնենք։ Որ ուզում եք ասեք։ Սրտի 9։ Ես էլ էի դա։ Տեսեք, երկուսով սրտի 9 եք մտածել, սրտի 9 կենտրոնում եմ դրել շատ եմ բացեք արագ, թողեք կարակ ավելի հետաքրքիր ինչ-որ ընտրություն անեք։ Զար, ես կմնամ Միասին եք արագ քննարկել։ Սրտի 9 ես մնամ, դու Չէ, միայն մեկը։ բարձրաձայն պիտի ասես։ Հա, բայց միայն մեկն եք որոշում Այո, վերջնական։ գարի դամա։ Երկուսով մի հատը պիտի որոշենք։ Գարի դամա։ Ես համաձայն եմ գործընկերոջ։ Վերջնական թողում եք գարի Վերջնական դաման։ որոշումն է սա։ Եկեք գարի դաման մի քիչ վերև բարձրացնեմ։ Գիտեք ինչի է գարի դամա ասել։ Ինչի։ Ասացի չէ որ մի հատ յուրահատուկ քարտ կա։ Ահա։ Որտեվ այստեղ բոլոր խաղակարտերը։ Ես վերցրել եմ կապույտ խաղակարտերից մի հատ կարմիր խաղակարտ կա ու հենց էր որոշած։ Դա ասեցի սրտի 9 արի ասենք զարա։ Ինչ համար եք պատրաստել կիսաեզրափակչի Ինչ համար եմ համար։ պատրաստել։ Իրականում կուզենայի որ ավելի շատ անակնկալ մնար ինչ եմ պատրաստել, բայց աճպարությունը մի քիչ այլ տեսանկյունից եմ ներկայացնելու, ինքը մոնո ներկայացում է լինելու ինչ որ չափով, բայց ինտերակտիվ, հանդիսատեսի ներգրավմամբ, ժյուրիի ներգրավմամբ։ Բայց մասնակցության որոշումը ոնց կայացրիք, ոնց որոշեցիք, որ ամեն դեպքում այս հմտություններով ներկանք եւ արդյոք դա այն մասնագիտություն է, որով նաեւ նախագծից դուրս եք զբաղվում, թե այլ մասնագիտություն ունեք, սա ուղղակի հոբի է։ Չէ, իմ մոտ ամբողջությամբ 24/7 այս մասնագիտությամբ է, լավ գովազ չանեմ իմ բանը, բայց շատ վաղուց էի որոշել, որ ուզում եմ այս պրոյեկտին մասնակցեմ, Հայաստանում չկար ու մոտ 3 տարի է իմ մենաշոուն էի պատրաստել թատրոններից մեկի բեմում, արդեն ամբողջությամբ շոուն պատրաստա, տեսա, որ այս պրոյեկտը սկսվում է, որոշեցի մասնակցեմ, դրանից հետո արդեն այդ շոուն կազմակերպելու եմ։
հիանալի։ Խաչ, ձեր դեպքում ո՞նց եղավ մասնակցությունը, որովհետև ձեր համարները նաև առանձնանում են ինչ-որ հանդերձանքով, մի քիչ բնականաբար չեմ համեմատում, բայց կերպարային ավելի Սայաթնովային մոտ ինչ-որ կերպարներ, հագուստային եւ այլն, բայց Քամանչայի դեպքում մի քիչ ավելի բարդ է զարմացնելը, ինձ թվում է, ավելի դժվար է ինչ-որ բաներ մտածելը։ Ոնց է աշխատում համարները։ Իրականում հա շատ դժվար է, որովհետև հիմա Հայաստանում շատերը չգիտեն այդ գողձիկի մասին ու շատերի համար այդ մեր հայկական գողձիկը չի։ Բայց ասեմ, հենց իմ նախագծին մասնակցել է եղել է նրա համար, որ մեր գողձիկին նոր շունչ տամ ու փորձեմ հնարավորինս չափով մեր հայրենակիցներին ներկայացնել հենց այն գողձիկը, որը որ եղել է ու ունի այնպիսի երաժշտություններ, այնպիսի երգեր, որը որ միջև օրս է մարդիկ երգում են եւ լսում են։ Իսկ հագուստները հատուկ այդպես մտածված, ընտրում եք։ Հագուստները, քանի որ հենց իմ առաջի ելույթը Սայաթնովայի կերպարով էր, միանշանակ ընտրել ենք եւ կարել ենք այնպիսի հագուստ, որ ավելի նման լիներ, էլի Սայաթնովային։ Որ ամբողջությամբ կերպարը այսպես ստացված լինի։ Դե հա, միջև օրս էլ ճիշտ ասած ինձ շատ են նմանացնում Սայաթնովային, անկախ ամեն ինչից ես տարազով եմ թե չէ։ Արսեն, Արման, ձեր այսքան ելույթներից, որը կառանձնացնեք, որն էր ամենագեղեցիկը կամ որն էր, որ հանդիսատեսի կողմից կամ ժյուրիի կողմից շատ մեծ արձագանք ստացավ։ Դեռևս եթերա գնացել միայն երկրորդ փուլի մեր արած համարը ակրոբատիկական, որը շատ մեծ սպասումներ ուներ եւ արդարացրեց։ Կիսաեզարփակչի ելույթը նաեւ շատ լավն է եւ մենք անգամ սպասում ենք երբ է գալու Կիրակին, որ մենք ինքներս դիտենք։ Կարծում եմ դա նույնպես գեղեցիկ կարողացել ենք մատուցել, որովհետեւ հանդիսատեսի արձագանքը, ժյուրիի արձագանքը այդ մայն շատ լավն էր։ Կարծում եմ պետք է սպասենք, տեսնենք եւ համեմատենք երկրորդ եւ երրորդ փուլերի միջև։ Առաջին փուլի ձեռնացուական համարը միջին մակարդակի համար էր։ Երբ խոսում ենք աճպարարությունից կամ երբ խոսում ենք ակրոբատիկ համարներից, սրանք այն ելույթներն են, որ կարծես թե միշտ չէ, որ հեռուստացույցից կարող ես տեսնել այն ամենը, ինչ իրականացվում է։ Արդյոք կան այստեղ դետալներ, ինչ որ փոքրիկ այսպես հնարքներ, որոնք կորում են հեռուստացույցից այն կողմ եւ մարդիկ չեն կարողանում լիարժեք վայելել ու այսպես ամբողջականացնել իրենց մտքում համարը։ Դե բնականաբար այո, որովհետեւ միշտ չի որ կարող են մեծ պլանով ցուցադրել, իսկ երկրորդ պլանում մնում են դետալներ, որը ձեր ասացի նման կորում է արդեն հեռուստադիտողի աչքից, բնականաբար ավելի ցանկալի է դիտել հենց դահլիճից։ Դրա համար հրավիրում ենք բոլորին, որ գան, դիտեն ելույթները, մանավանդ շուտով մոտենում է վերջին եզրափակիչը, որը վստահ եմ շատ լավ է լինելու, շատ գեղեցիկ համարներ են լինելու այնտեղ։ Ես առաջարկում դու եզրափակչին անպայման գնա։ Այսքան նայել ես, բայց դու չիմանաս առաջին ով է հաղթողը լինելու։ Ես սպասում եմ, որ ինձ մի օր ժյուրիի անձնակազմ են հրավիրել։ Այնքան մանրամասն եմ ես Ես դիմում եմ Շանթ հեռուստաընկերության տնօրինությանը, որ Զարային որպես հավատարիմ երկրպագու անպայման հրավիրեն եզրափակչում որոշելու հաղթողի անունը։ Դե լավ, այդքան մեծ պարտականություն չվերցնեմ, ուսեմ մի քիչ կողմնակալ կլինեմ, որովհետև ինձ թվում է գիտենում եմ երկրպագում, բայց ժյուրի անձնակազմում հայտնվելուց չեմ հրաժարվել, նկատի ունեցեք։ Աճպարարության մեջ մրցելը ինքը ունի բարդություններ, որովհետև թվում է թե բոլոր խմբերում աճպարարներ կային, եթե չեմ սխալվում, իմ հիշողությունից չի դավաճանում, որ ամեն խմբում մի աճպարար կար։ Մենք ամենայն դեպս մի աճպարարի արդեն հյուրընկալել ենք, մեզ մոտ տաղավար քանի աճպարար է պրոյեկտում։ Մոտ 5 աճպարար։ 5, ես հիշում եմ, շատ եմ սիրում առհասարակ աճպարարական համարներ, ու սիրում եմ զարմանալ, հավատալ հրաշքներին, ինչու ոչ, բայց աճպարարների հետ մրցելը ավելի բարդ էր, քան այլ ոլորտների հետ մրցելը, մի քիչ մրցակցությունը, ոնց է, որովհետև թե տարիքային սեգմենտն է տարբեր։ Հիասթափվեցնեմ, բայց մենք բոլորով ընկերական շատ լավ շփման մեջ ենք բոլոր աճպարարներով պրոյեկտի ու իրար օգնում էինք ամբողջ ընթացքում։ Չէ, մենք հիասթափված չենք, այլ ավելի մենք հիացած ենք այդ փաստով։ Այդ լավ եղեք իրանից ամենայն։ Ես Իսկ կան հնարքներ, որոնք փորձում եք միգուցե մեկը մյուսից սովորել, մի նորություն, որը չգիտեի։ Հիմնականում արդեն բազայի հաշվին իմանում ենք ով ինչ է անում, ավելի համարները կատարելագործում ենք ու բեմադրում ենք։
Լավ, երբ խոսում ենք խաչից, պարզ է, որ այն կարող է այսօր դառնալ շատ այսպես ավելի ակտիվ երաժիշտ, տղաները աշխատեն կրկեսում կամ ունենան իրենց ներկայացումները, բայց երբ խոսում ենք աճպարարից, այսօր ինչ ապագա ունի Հայաստանի Հանրապետությունում աճպարարությունը։ Շատ ավելի པարզ է աշխարհի դեպքում, այն դեպքում, որ ասացի թատրոնի շոու են պատրաստում, բացի դրանից միջոցառումներին շոուներ անելը, եթե որպես կոմերցիոն դիտարկենք, դրանից է լավ։ Այսինքն աճպարարությամբ հնարավոր է փող աշխատել։ Միանշանակ, իմ մոտ ամբողջությամբ դա է։ Հետաքրքիր է։ Իսկ Այդ կոմերցիոն առաջարկը շատ լավ միտք է, չէ՞։ Դե հա, ես գիտեմ, որ դա ընդունված Եթե գովազդից խոսանք, ցանկացած տեսակի միջոցառման համար շոու ունեմ։ Ու այն դեպքում, որ 10 տարի առաջ սկսում էի զանգում էին, մտածում էին մենակ մանկապարտեզի երեխաների համար աճպարարությունը, հիմա շատ ավելի լուրջ միջոցառումների եմ շոու անում։ Բայց մտքերը առհասարակ աճպարարության հետ կապված որտեղից եք վերցնում, ինքներդ հորինում եք, այսպես ասած, ինչ որ համարներ, թե կա բազա, որ այդ բազան օգտագործելով եք Ավելի շատ կա բազա, ըստ որի կառուցում եմ համարներս, մանկուց զբաղվում եմ աճպարարությամբ, այսինքն բազան շատ մեծ է ու հեղինակային հնարքներ ունեմ, բայց այս պրոյեկտում արդեն հեղինակային հնարքների տեղ չի, ավելի շատ այն հնարքները պետք է արվի, որը ավելի շատ հենց հեռուստադիտողին կամ ժյուրի անդամներին կգրավեն ավելի շատ, դրա համար այդ բազայի վրա կառուցվում է համարները։ Իսկ ձեր պարագայում տղաներ դուք ունեք ինչ-որ համարներ, որոնք հենց դուք եք ի սկզբանե հորինել, դա ձեր սեփական գաղափարներն են։ Իհարկե ունենք։ Որը կառանձնացնեք։ Կառանձնացնեմ Բոլորը։ Եթե այսպես շակերտների մեջ ասենք բոլորը, ամեն դեպքում եթե ինչ-որ բաներ կան կրկնօրինակված, դրանք 80%-ով փոփոխված են եւ կարծում եմ աշխարհում ընդամենը մենք ունենք մեր արած համարները այդ կարգավիճակով, այդ այսինքն իր հիմնական միտքը, եթե դա օրինակ բալանս է, ասենք հավասարակշռությունն է կամ չգիտեմ ակրոբատիկա է, ինքը նմանվում է իր ակրոբատիկա ասվածով։ Համարի մնացած ամբողջ պարունակությունը մենք 0-ից դետալավորում ենք, գծագրում ենք ու մատուցում ենք։ Ճիշտ է, այդ հարցում մեզ հիմնականում մենք անում ենք ինքներս, բայց այդ հարցում շատ աջակիցներ ունենք, թե երկաթի, թե փայտի, թե ցանկացած տեսակի ոլորտի մարդիկ, մեր ընկերները միշտ մեզ օգնում են թե գործիքների հարցում, երաժշտության, հագուստի դիզայնի, միշտ այդ օղակը մենք ունենք, պահպանված է, դրա համար ավելի հեշտ է ստացվում մեր մոտ այդ 0-ից վերջնակետին հասնելը։ Շատ լավ։ Երբ խոսում ենք տղաների մասին, ովքեր առանձին են աշխատում, հա, բայց երբ խոսում ենք դուետի մասին, սա ձեզ ավելի օգնում է, թե էլ ավելի դժվար է, քանի որ գիտեք, որ դուք միայնակ չեք եւ միայն ձեզ համար չէ որ պատասխանատվություն եք կրում։ Ամեն ինչ դեպքում քեզանից կախված չի անհատապես։ Շատ դեպքերում օգնում է, շատ դեպքերում խանգարում, այսինքն ինքը ունի իր բալանսը, այսինքն մի դեպքում կարող է օգնի, մի դեպքում խանգարի։ Հիմնականում չենք նեղվում դուետից, այլ ուրախանում ենք, այսինքն երևի ավելի շատ տոկոսային հարաբերությամբ ինքը միշտ օգնում է։ Ու դետալային ինչ որ մանր հարցերում է ինքը մաքսիմում խանգարում։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է խաչ դուք ավելի հենց երաժիշտ եք մասնագիտությամբ, թե սա ուղղակի հոբի է, որոշեցիք ուրիշ մակարդակի բարձրացնել։ Ինձ թվում է, որ ուղղակի հոբի լիներ, ես չէի գնա նման քայլի ու ուզենայի այն գործիքը, որը որ մեր հին հայկական ու ազգագրականն է, ժողովրդականն է, ես չէի ուզենա հաստատ ցուցադրել եւ նենց անել, որ հիշվեր նորից մեր ժողովրդի կողմից։ Փոքրուց նվագել եմ, փոքրուց սովորել եմ, նաեւ հիմա դասավանդում եմ արդեն, քանի որ տարբեր գործիքներ եմ նվագում, նաեւ հիմա արդեն դասավանդում եմ ունեմ։ Լարային, բոլորը լարային գործիքներ են։ Չէ, նվագում եմ քամանչա, փողային գործիքներ եւ հարվածային գործիքներ։ Այ նախորդ ելույթից հետո ես հիշում եմ դեզանից ավելին էին սպասում, բայց շատ արագ էիք պատրաստել համարը, ինչ որ մտքեր քաղեցիք այնտեղից, որ այս անգամ անպայման կիրառելու եք։ Անցած անգամ դե հա բնական է ելույթի իմ դուրն էլ չէր եկել, իսկ արդեն կիսաեզրափակում արել ենք այնպիսի բան, որը որ կարծում եմ շատ երկար ժամանակ կրկնելը կարող է եւ քիչ լինի կամ չլինի, չանեմ, օրինակ նման բան։ Որտեղ մենք բեմի վրա 0-ից ստացել ենք live music, այսինքն գործիքները շարված է եղել,
եւ ամեն երաժշտությունը, ամեն հարվածը, ամեն, չգիտեմ, նոտան ձայնագրելով մենք ստացել ենք երաժշտությունը։ Ոչ մի բան պատրաստված չի եղել, էլի, այսինքն մենք կարայինք ավելի երկար ստեղծենք, կարայինք ուրիշ երաժշտություն ստեղծենք, որովհետև լայվեր ճիշտ է օգնել է եղբայրս, միասին ենք եղել, բայց այդ օգնել ոնց որ ժամանակային առումով, որ ավելի քաղաք լիներ դրա համար։ Հո ես վստահ եմ Կիրակի օրը շատ ամսի 31-ին ժամը 20:00-ին շատ հետաքրքիր է լինելու, բոլորս միացնում ենք Շանթ հեռուստաընկերությունը եւ դիտում ենք Got Talent-ը։ Վերջին կիսաեզրափակիչը, այնուհետև արդեն կիմանանք, թե ովքեր են լինելու եզրափակչի մասնակիցները։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն։ Հուսամ, որ ձեզ կտեսնենք եզրափակչում եւ հուսամ, որ արդեն կգաք մեզ հյուր որպես հաղթողներ։ Ձեզ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Մենք անցնենք առաջ, ինչ է մեզ հիմա սպասվում, Զարա։ Մեզ հիմա սպասվում է Գովազդ, գնում ենք դիտենք Գովազդ, վերադառնանք եւ շարունակենք մեր առավոտյան ընթացքը Գովազդ Շանթի եթերում։